Նախ այո, նրանք տիրապետում են սոցիոլոգիական հարցումներին, դա այդպես է, նրանք իրոք գիտեն ցածր վարկանիշը եւ լինելով անուղեղ մարդ, նրանք անգամ ունենալով ճշգրիտ ստույգ տեղեկատվություն չեն կարողանում ճիշտ օգտագործեն այդ տվյալները, որովհետեւ ամեն ինչը ունի իր ձևը եւ իր ժամանակահատվածը, ճիշտ ժամանակը, երբ կարելի է դա օգտագործել։ Այսինքն, իրանք հասկանում են, որ ցածր վարկանիշ ունեն եւ այդ վարկանիշը ինչ որ մի ձև պետքա բարձրացնել։ Դա նորմալ կլիներ, ասենք, մի ամիս առաջ, այսինքն այս Իրանի հետ կապված պատմություններ, եթե չլինեին։ Հիմա իրանք պետքա այդ նույն վարկանիշը լրիվ ուրիշ ձև բարձրացնեին։ Պետքա սահմանապահներին բարձրացնեին, պետքա ամեն մի ստորաբաժանումը զեկուցեր, որ այս զարգացումները կանխատեսելի են եւ մենք պատրաստ ենք ցանկացած զարգացումների, որ ժողովուրդը հասկանա, որ մարդիկ պաշտպանում են իրանց։ Հա դեբիլ են, հա անմակարդակ են, անգրագետ են, օքեյ հասկացանք, բայց իրանց կարևորագույն ֆունկցիան ապահովել բնակչության անվտանգություն իրանք կատարում են։ Այսինքն այս պահին մենք ոչ թե պետք է սենց պուսիկներ տեսնենք պերաշկի լափող, այլ պետք է տեսնենք լուրջ պետական այրերի, որոնք զբաղված են իրենց բուն գործառույթներով, որ ես թքած ունեմ իմ ռեյտինգը ինչքան է, ես ունեմ պարտք, ես կատարում եմ այդ իմ պարտքը, ու դեռ այդ ֆոնի վրա իրանց ռեյտինգը այնքան կաճեր, որ Հայաստանի Հանրապետության սա կուկուռուզը եթե ուտեին, իրանք տենց վարկանիշ չէին կարողանա բարձրացնեին։ Այսինքն իրանք գիտեն, որ իրանց վարկանիշը ցածր է, բայց իրանք չգիտեն ինչու է այդ վարկանիշը ցածր։ Ստեղ հիմա մենք կարող ենք ենթադրել դա այդ սոցիոլոգների մեղավորությունն է, որ այդ կարևորագույն հարցի պատասխանը չեն տվել, որտեղ սոցիոլոգիան ոչ միայն վարկանիշ է չափում, այլ նաև պատճառներն է հայտնում, ինչի է այդ վարկանիշը ցածր, ում մոտ է այդ վարկանիշը ցածր եւ ինչ աշխատանք պետքա տանես այդ ուղղությամբ։ Սա է սոցիոլոգիան։ Ու հիմա հարց կամ իրանց սոցիոլոգներն են իրանց նման անորակ եւ կարեւորագույն հարցի պատասխանը չեն տվել, իսկ խի է վարկանիշը ցածր։ Կամ էլ տվել են եւ ինքը ունենալով այդ արժեքավոր տվյալները, արժեքավոր գիտելիքները խասյաթի համաձայն սխալ է օգտագործել։ Բայց որ տարբերակն էլ որ լինի իրականությանը համապատասխանող, մենք ունենք այն ինչ որ մենք ունենք։ Մարդը փոխանակ երկիր կառուցի, մարդը փոխանակ անվտանգություն ապահովի, մարդը փոխանակ թարգի մեր հողերը ու շահերը նվիրի թուրքին, գցի թուրքի ոտի տակ, շլյապայի է փոխում, կուկուռուզա ուտում, ու համարում է, որ ամեն ինչ տենց է պետքա լինի։